Փոքրիկների երգն ու պարը գյուղին մի նոր տրամադրություն էին բերել։ Վահրամաբերդին նոր, լուսավոր եւ հարմարավետ մանկապարտեզն են բացում։ Կրտսեր բնակիչների առօրյան այսօրվանից փոխվում է, դառնում է ավելի հագեցած։ Գյուղը մանկապարտեզ ունեցել է երկրաշարժից առաջ։ Հին մանկապարտեզի տեղում նորի կառուցման հիմքերը դրվել էին 2020 թվականին։ Այն Ախուրյանի տարածաշրջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն էր։ 1400 բնակիչ ունեցող գյուղը 5 տարի սպասել է նոր շենքի կառուցման ավարտին։ Վահրամաբերդում մանկապարտեզ ունենալը նշանակում է, որ Վահրամաբերդի երեխաները եւս կունենան նախակրթական կրթություն եւ ինչու՞ չէ նաեւ բնակավայրի համար լուծվել է նաեւ աշխատատեղեր, շուրջ 18 աշխատագիծ ունենք այս մանկապարտեզում։ Շինարարությունը ձգձգվում էր ոչ միայն նախագծային, նաև շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրների պատճառով։ Կառուցապատման տեմպերն ակտիվացել են վերջին 2 տարում։ Շինարարությունն իրականացվել է 2 փուլով, որի ընդհանուր արժեքը կազմել է 97 միլիոն դրամ։ Շենքի կառուցման համար ծախսված գումարից բացի մեկ այլ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է բակը 17 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, որի 70%-ը պետության, 30%-ը համայնքի ներդրումն է։ Շնորհավորում եմ բոլոր վահրամաբերդցիներին, մեզ բոլորիս, որովհետև այն նորակառույց մանկապարտեզներում, դպրոցներում, որտեղ հաճախելու են մեր երեխաները, կառուցելու են վաղվա Հայաստանը, կառուցելու են ազատ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Այս մանկապարտեզը ոչ միայն կրթական, այլև արժեքային կենտրոն լինելու, որտեղ ձևավորելու են ապագա քաղաքացու հատկանիշները՝ մարդասիրությունը, հայրենասիրությունը եւ պատասխանատվությունը։ Լուսեմ մսուր մանկապարտեզը 400 քառակուսի մետր մակերեսով տարածք է զբաղեցնում։ Մի հարկանի նորակառույցը նախատեսված է 55 երեխայի համար։ Այժմ հաճախող 47 երեխա ունեն, որոնք ձևավորել են 2 խումբ։ Ամբողջովին կահավորված է նախակրթարանը՝ նոր գույքով, նյութատեխնիկական բազայով, դիդակտիկ նյութերով, խոհանոցով, ննջասենյակներով, խաղասենյակներով ու անհրաժեշտ մյուս բոլոր պայմաններով ապահովված հաստատությունում երեխաների ակտիվ եւ բովանդակալից օրվա միջավայրն է։ Մանկապարտեզ կաճախեն, ունող բաներ կսովորեն նեգել, հաշվել ու պատկերներ միավորել։ Մենք խաղանք տարբեր խաղեր, և լսենք լավ հեքիաթներ, քնենք, հեզենք, դասինստենք, հետո հանգիստ տակար կանենք։ Ես համոզված եմ, որ մենք կթեթևացնենք դպրոցի ուսուցիչների գործը, պատրաստ աշակերտներ կարելի ասել, այսպես կուղարկենք նրանց, պատրաստ քաղաքացի, պատրաստ մարդ, ով այդտեղ իր գիտելիքի վրա նոր գիտելիքները կշարի լավ հիմքերի վրա։ Փոքրիկներից շատ նաև ծնողներն էին ոգևորված։ Տասնամյակներ շարունակ նրանց երեխաները հարևան գյուղերի մանկապարտեզներ են հաճախել, նաև Գյումրի են եկել։ Ուղարկում ենք կողքի գյուղում, բայց հիմա շատ ուրախ ենք, որ կհաճախեն հենց մեր գյուղում, ծնողների հոգսն են թեթևացրել են։ Ներքին կահավորանքը սենակները պտտվել են, բավականին լավ վիճակում է գտնում ամեն ինչ։ Շատ ուրախ ենք մենք։ Ուրախալի է գյուղի համայնքի համար, շատ ուրախալի է, որ գյուղում բացվել է նման գեղեցիկ լուսե մանկապարտեզը։ Ախուրյան խոշորացված համայնքում գործում է 22 մանկապարտեզ։ Վահրամաբերդի նորաբաց մսուր մանկապարտեզը արդեն 8-րդն է, որը բացվել է ընթացիկ տարում։ Այստեղ կհաճախեն հարևան Կապս գյուղի փոքրիկները եւս։ Երեխաների տեղափոխությունը հարևան գյուղերից կկազմակերպվի Ախուրյանի համայնքապետարանի միջոցներով։ Այն բնակավայրերը, որոնք մեկը մյուսից գտնվում են որոշակի հեռավորության վրա եւ չունեն նախակրթարաններ, հիմնական այդ ծախսը ամբողջությամբ համայնքը տրանսպորտը վերցրել է իր վրա եւ երեխաներին ամեն առավոտ տանից վերցնում, տանում են հարակից բնակավայրի մանկապարտեզ եւ մանկապարտեզի դասերի ավարտից հետո հետ են բերում նորից իրենց տներ։ Սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզ է կառուցվում նաև Ղարիբջանյան գյուղում։ Առաջնային դիտարկվող ծրագրերից է Մայիսյան գյուղի մանկապարտեզի խնդիրը։ Կամ գործողը կվերանորոգվի, կամ կկառուցվի նորը։ Եվս 2 բնակավայրերում մանկապարտեզների շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։